Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իրեն նույնացրել է պետության հետ։ Ժառանգության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով սա այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է այդ մասին բացահայտ խոսել, մասնավորապես կուսակցության խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերով։ Նա իր վերջին հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի աթոռին հավակնող բոլոր քաղաքական ուժերին զգուշացրեց, որ այդ պաշտոններին տանող միակ ճանապարհը առաջիկա 10 տարում Հայաստանի Հանրապետական կուսակցությամբ է։ Հարցազրույցների միջոցով ակտիվացած երկրորդ նախագահին առաջին հերթին փորձում են հասկացնել, որ ուրեմն կամ նա պետք է դառնա Հանրապետական կուսակցության անդամ, այլ պարագայում ուղղակի Հանրապետական կուսակցությունը բացառում է որևէ այլ մեկի իշխանության վերադարձը։ Էդուարդ Շարմազանովը ընդգծել է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, գործում են նոր խաղի կանոններ, որոնք սահմանել է Սերժ Սարգսյանը։ Իսկ Ստեփան Սաֆարյանն իր հերթին հարկ համարեց հիշեցնել սահմանադրական բարեփոխումների մասին պարոն Սարգսյանի հայտարարությունից մի հատված։ Կետից մեկը վերաբերում էր պատահական մարդկանց իշխանության գալու հնարավորության բացառումը։ Օրինակ Երկիր կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Էդուարդ Շարմազանովի խոսքերը քաղաքական տեսանկյունից անընդունելի է համարում, քանի որ այն հակասում է Հայաստանի ժողովրդավարական ուղով զարգանալու փիլիսոփայությանը։ Որտեղ մնացին ընտրությունները, որտեղ մնաց ժողովուրդը։ Վերջի վերջո մենք պետք է հասկանանք մի պարզ իրողություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի միջոցով։ Օրինակ Երկիրը լինելով կոալիցիայի կազմում ինչպես է համակերպվել, որ ըստ Էդուարդ Շարմազանովի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լինի քաղաքական դաշտի թիվ 1 ջութակը։ Այս տարիների ընթացքում մշտապես շրջանառության մեջ է եղել իշխող քաղաքական ուժ հասկացությունը, այլ ոչ թե իշխող քաղաքական կոալիցիա։ Իհարկե կարելի է այդտեղ նաև փնտրել միտումներ, բայց այս պահին ես զերծ մնամ մեկնաբանություններից։ Իսկ արդյոք ընդդիմությունը կարող է հակակշիռ լինել իշխող ուժին։ Առաջին հերթին ընդդիմադիր դաշտում պետք է հստակեցում գնա։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս արձագանքել էր Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, այն համարելով վիրավորանք ուղղված առաջին հերթին Հանրապետական կուսակցությանը ձայն չտված քաղաքացիներին։ Պարոն Ուրիխանյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին իր ակնարկների համար։